Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների վերաբերյալ այսօր հրապարակած կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքները չտարբերվեցին նախնականից։ Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Ազատի Սարգսյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշումը ընդունեց միաձայն 7 անդամներով։ Հանձնաժողովի նախագահը չհերքեց, որ ընտրությունների ընթացքում նաև խախտումներ են արձանագրվել։ Մասնավորապես նախագահի տեխնատու Ռաֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից ստացվել է 70 դիմում, 118 ընտրատեղամասերում ընտրությունները անվավեր ճանաչելու համար։ Այս դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է պատճառաբանելով, թե դրանց ներկայացնելու ժամկետները խախտվել են։ Ապա ձայնային տատանումը կազմելու էր հետևյալը. Հանրապետության նախագահի տեխնատու Ռաֆի Հովհաննիսյանի ձայները կդառնային 37.8%, իսկ հանրապետության նախագահի տեխնատու Սերժ Սարգսյանի ձայները 57.4%։ Սա ասում եմ այն դեպքում, եթե մի պահ ընդունենք, որ այդ բոլոր տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչում էր տեղի ունենում։ Իսկ մինչ պարոն Մկուչյանը ներկայացնում էր ընտրությունների արդյունքները, կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վանկարկումները լսվում էին նաև նիստերի դահլիճում։ Սերժ Սարգսյանի հաղթանակը չճանաչող քաղաքացիները պահանջում էին վերջ տալ հերթական կեղծարարությանն ու հանցագործությանը։ Իրանք իրենցից ոչ մի արժեք չեն ներկայացնում, ընդհանրապես լավ կեղծարարությամբ են զբաղված։ Կենտրոնական ընտրական պատկերասրահ այնտեղ, որտեղ նկարում են թվեր։ Ամեն ինչ ասվեց այստեղ կամ հաստատված էր թվով, կամ ցույց էր տրվում փաստաթուղթերով, ոչ մի բան չի ասվել սոսկ դատողության կամ եզրահանգման վրա։ Այսօրվա բողոքի ակցիային մասնակցում էր նաև նախագահի տեխնատու Անդրեաս Ղուկասյանը։ Քաղաքացիական անհնազանդությունը չի ենթարկվել անօրինական հրամանների, դա քաղաքացիական ազնիվ դիրքորոշում է ըստ ինձ։ Բնականաբար Սերժ Սարգսյանը միայն մի դեպքում կարող է իշխանության համակարգից դուրս մնալ, եթե հանրությունը չի ենթարկվում իրեն եւ դա համատարած երևույթ է։ Իդեպ միջ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելը կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր շղթայված էր երկաթյա պատնեշներով։ Դրանք հավաքվեցին միայն բողոքի ակցիայի մասնակիցների հեռանալուց հետո, որոնք իրենց պայքարը մտադիր են շարունակել այլ վայրում։ Պաշտոնական տվյալներով նախագահի ընտրություններին մասնակցում էր 7 տեխնատու, որոնցից առաջին տեղը զբաղեցրեց Սերժ Սարգսյանը, իսկ նրան հաջորդեց Ռաֆի Հովհաննիսյանը։ ԿԸՀ տվյալներով փետրվարի 18-ի նախագահի ընտրություններին մասնակցել է 1.521.489 ընտրող։ Այս թիվը նույնպես հավատ չի ներշնչում շատերին։ Սուսաննա Պողոսյան, Սևակ Մեսրոպյան, EPF։